2025 թվականի հունիսը բերում է հզոր աստղագիտական ալիք, որը նախատեսված է ոչ միայն ներքին վստահություն արթնացնելու, այլև ապագա ֆինանսական աճի համար ամուր հիմք ստեղծելու համար։ Շրջապատող տարածքը լցված է առատության էներգիայով, բայց այս էներգիան պահանջում է ողջամիտ մոտեցում։ Այս ժամանակաշրջանը նման է ոսկեգույն հովտի բաց դարպասի։ Յուրաքանչյուրը կարող է անցնել դրանով, բայց ճանապարհը թեթևամիտների համար չէ։ Հաճույքի չափազանց մեծ ցանկությունը եւ անխոհեն ծախսերը կարող են ձեզ շեղել ճիշտ ուղուց։ Տիեզերքը հուշում է, ժամանակն է արթնացնել քո արժեքը, ոչ միայն փողի, այլև իմաստով եւ բարեկեցությամբ լի առօրյա կյանքում։ Փոքր քայլերը, մտածված որոշումները, ներդրումները, ռեսուրսների իմաստուն բաշխումը կհանգեցնեն շոշափելի փոփոխությունների։ Աստղերը այս ամիս հատկապես բարենպաստ են 3 նշանների համար եւ ճակատագիրը նրանց հնարավորություն է տալիս նախաձեռնությունը ստանձնել եւ օգուտ քաղել մոտ ապագայում։ Խոյերի համար 2025 թվականի հունիսը կդառնա իրական հնարավորությունների ժամանակ։ Հունիսի 6-ից Վեներան մտնում է հարստության տուն, ոսկեգույնի երանգներով ներկելով ֆինանսական ոլորտը, կապված լինելով ոչ միայն սիրո, այլև հարմարավետության, շքեղության եւ նյութական բարգավաճման հետ, այս մոլորակը ձեր կյանքին բերում է փայլ եւ առատաձեռնություն։ Փողը կարող է գալ ոչ միայն սովորական աշխատանքից, հիանալի գաղափարներ, ստեղծագործական ազդակներ, պատահական նախագծեր կամ նույնիսկ չափազանց ինքնաբուխ թվացող առաջարկներ։ Այս ամիսը կարող է վերածվել շահույթի։ Խոյի ինտուիցիան այս ամիս իր գագաթնակետին է եւ յուրաքանչյուր ներքին ազդակ արժե լսել։ Դրա հետևում թաքնված է հնարավորություն։ Այս դրամական հոսքը ուժի մեջ է մինչև հուլիսի 4-ը, ինչը գրեթե 1 ամիս ժամանակ է տալիս ակտիվ քայլերի համար, բայց առատության հետ գալիս է գայթակղություն, ցանկություն ծախսել հաճույքների վրա առանց մտածելու հետևանքների մասին։ Կայունությունը եւ ձեր ֆինանսական նպատակների հստակ տեսլականն են, որոնք ձեզ կպաշտպանեն ավելորդ կորուստներից։ Դարպասները բաց են։ Գործեք համարձակորեն, բայց իմաստուն կերպով։ Հաջողությունը կայծակ չէ, այլ համբերատարությամբ եւ բանականությամբ սալարկված ճանապարհ։ Երկվորյակների համար հունիսը սկսվում է մեծ բացահայտմամբ։ 9-ին Յուպիտերը մտնում է Խեցգետնի նշան, ակտիվացնելով եկամտի նյութական բարեկեցության եւ ներքին կայունության ոլորտը։ Այս անցումը միայն հունիսին չի ազդում, այն սկիզբ է դնում 12-ամյա աճի ցիկլի։ Ձեր առջև բացվում է հնարավորությունների լայն համայնապատկեր։ Նոր աշխատանքի անցում, պաշտոնի բարձրացում, նախագծի մեկնարկ, գաղափարի երկար սպասված զարգացում։ Այս ամենը հզոր աջակցություն է ստանում տիեզերքից, բայց գլխավորը ուժը հիմա գիտակցության մեջ է։ Դուք պարզապես գումար վաստակելու նպատակ չունեք, դուք արժեք եք ստեղծում, կայունություն եք ստեղծում, ներդրումներ եք կատարում ապագայում։ Եթե վաղուց եք մտածում բիզնես սկսելու մասին, ժամանակն է սկսել։ Պլանավորում, ներդրումներ, նոր ֆինանսական սովորություններ, այս ամենը այսօրվա վերացական քայլերը չեն, այլ ձեր ապագա կայսրության իրական աղյուսներ։ Ազատորեն առաջ մղեք ձեր գաղափարները։ Յուպիտերը բացում է դռները, բայց դուք պետք է անցնեք շեմը։ Առյուծների համար հունիսը պարզապես ամիս չէ, այլ ներքին ռեսուրսների մոբիլիզացիա։ Հունիսի 17-ին Մարսը մտնում է Կույսի նշան եւ լուսավորում երկրորդ տունը, եկամտի, ինքնագնահատականի եւ փողի նկատմամբ գործնական վերաբերմունքի ոլորտը։ Այս տարանցումը կտևի մինչև օգոստոսի 6-ը եւ այս ժամանակահատվածում յուրաքանչյուր օր կարող է շրջադարձային լինել։ Մարսը Կույսի մեջ ճշգրտության, կարգապահության եւ արդյունավետության էներգիան է։ Այս անգամ անհրաժեշտ է ոչ թե ոգեշնչում, այլ ռազմավարություն։ Եթե մտածում եք աշխատավարձի բարձրացում խնդրելու, հոբբի սկսելու որպես բիզնես, վերանայելու ձեր բյուջեն կամ ձեր գործերը կարգի բերելու մասին, գործեք հիմա։ Նույնիսկ եթե վերջերս ամեն ինչ հանգիստ է եղել, հենց հիմա աստղերը պահանջում են, որ մենք հիմք կառուցենք եւ չհանգստանանք մեր դափնիների վրա։ Գործնական քայլերը, մտածված գործողությունները եւ իդեալական պայմանների չսպասելը հաջողության գրավականներն են։ Դուք արդեն ունեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեր ծրագրերը իրականություն դարձնելու համար։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան համառորեն եք պատրաստ ձգտել դրան։ Շարժվելով առաջ ձեզ կներկայացնենք շատ հետաքրքիր մի հոդված, ինչ է տեղի ունենում ձեր մարմնի հետ 24, 48 եւ 72 ժամում քննությունից հետո։ 1 բաժակ սուրճ, հետո եւս մեկը։ Քննությունից, կարևոր նախագծից կամ ուղղակի ընկերների հետ զվարճալի երեկույթից առաջ մենք բոլորս երբեմն քունը դարձնում ենք մեր թշնամին։ Մենք պայքարում ենք նրա դեմ, փորձում
փորձելով օրվանից եւս մի քանի ժամ կորզել։ Բայց ինչ կլինի, եթե այդ թշնամանքը շարունակվի ոչ թե մեկ գիշեր, այլ օրեր շարունակ։ Ինչ կպատահի, եթե դուք ուղղակի որոշեք այլևս չքնել։ Պատասխանը շատ ավելի սարսափելի է, քան կարող եք պատկերացնել։ Եկեք քայլ առ քայլ դիտարկենք, թե ինչպես է ձեր մարմինն ու ուղեղը սկսում քայքայվել։ 24 ժամ անքուն, առաջին զանգը։ Առաջին անքուն գիշերից հետո դուք գուցե ձեզ հերոս զգաք, բայց ձեր ուղեղն արդեն համաձայն չէ։ 24 ժամ անքնությունից հետո ձեր կոգնիտիվ ֆունկցիաները խանգարվում են այնքան, որ դա հավասարազոր է արյան մեջ 0.10% ալկոհոլի պարունակությանը։ Սա նշանակում է, դուք դառնում եք դյուրագրգիռ եւ էմոցիոնալ։ Ձեր հիշողությունը կտրուկ վատանում է, որոշումներ կայացնելու ունակությունը նվազում է։ Դուք դեռ դուք եք, բայց ձեր ավելի վատ կենտրոնանալու ունակությունից զուրի եւ անհաջողակ տարբերակը։ 36 ժամ անքուն, իրականության սահմանին։ Անցել է 1.5 օր։ Այստեղ իրավիճակը սկսում է լրջանալ։ Ձեր մարմինը սկսում է անհակ կերպով պահանջել հանգիստ եւ ուղեղը սկսում է անջատել ձեր կամքին հակառակ։ Սկսվում են միկրոքնի դրվագներ։ Դուք կարող եք մի քանի վայրկյանով քնել, բայց աչքերով, նույնիսկ չգիտակցելով դա։ Սա մահացու վտանգավոր է, եթե մեքենա եք վարում կամ որևէ մեխանիզմ եք կառավարում։ Ձեր հորմոնալ համակարգը քաոսի մեջ է։ Ստրեսի հորմոն կորտիզոլի մակարդակը կտրուկ բարձրանում է։ Դուք կարող եք սկսել լացել աննշան առիթից կամ ծիծաղել անտեղի։ 48 ժամ անքուն, ուրվականներ են հայտնվում։ 2 օր առանց քնի ձեր ուղեղն այլևս չի կարողանա տարբերել իրականն ու երևակայականը։ Այստեղ է, որ սկսվում է ամենասարսափելին։ Դուք սկսում եք ունենալ հալյուցինացիաներ։ Դուք կարող եք սկսել տեսնել կամ լսել բաներ, որոնք գոյություն չունեն։ Պատերին սողացող ստվերներ, անհասկանալի ձայներ, առարկաներ, որոնք կարծես շնչում են։ Ձեր իմունային համակարգը գրեթե անջատվում է։ Ցանկացած վիրուս կամ մանրը կարող է ձեզ համար դառնալ լուրջ սպառնալիք։ 72 ժամ անքուն, ուղեղն անջատվում է։ 3 օր ձեր ուղեղի ունակությունը տրամաբանորեն մտածելու, պլանավորելու եւ նույնիսկ խոսելու գրեթե զրոյանում է։ Նույնիսկ ամենապարզ առաջադրանքները, օրինակ ձեր անունը գրելը կամ պարզ հարցի պատասխանելը դառնում են անհնարին։ Հալյուցինացիաները դառնում են բարդ եւ համակարգված։ Դուք կարող եք ամբողջությամբ կորցնել կապն իրականության հետ, հայտնվելով ձեր սեփական մղձավանջային աշխարհում։ Ձեր մարմինը սկսում է ուղղակիորեն տառապել, հնարավոր են սրտի ռիթմի խանգարումներ, մարմնի ջերմաստիճանի անկում եւ ուժեղ դող։ Պատմության մեջ ամենահայտնի դեպքը 1965 թվականին տեղի ունեցած գիտափորձն է, երբ 17-ամյա Ռենդի Գարդները չի քնել 11 օր ու 25 րոպե, 264 ժամ։ Վերջին օրերին նա չէր կարողանում խոսել, տառապում էր ուժեղագույն պարանոյայից եւ գրեթե ամբողջությամբ կորցրել էր հիշողությունը։ Քունը պարզապես հանգիստ չէ, դա կենսական անհրաժեշտություն է, որի ընթացքում մեր ուղեղը բառացիորեն լվանում է ինքն իրեն տոքսիններից, դասավորում է հիշողությունները եւ վերականգնում մարմինը։ Երբեք մի թերագնահատեք նրա ուժը։ Իսկ դուք առավելագույնը որքան եք մնացել առանց քնի, գրեք մեկնաբանություններում։